գլխավոր գույների շարքից երկրորդ քարոզախոսությունը նախքան որ կիմանաք թե ինչ գույնի մասին պիտի խոսենք ներկայացնենք թե աշխարհիկ ընկալմամբ այդ գույնը ինչ բացատրություն ունի այն խորհրդանշում է ուժ power սիլա ռուսերենով պաշտոնական լինել official վերահսկողություն control սրանց հետ մեկտեղ նրբագեղություն elegance տեսնում եք ինչքան տարբեր է ուժ վերահսկողություն եւ նրբագեղություն իրար հետ կարծես չի հարմարվում բարդ գույն է էներգիա կլանող է կարող է թվալ վախեցնող կամ բացասական Հին Եգիպտոսում այն ընկալել են որպես պաշտպանության եւ պտղաբերության գույն fertility Գտակ Չգտակ Այս գույնը ծիածանի գույներին մաս չի կազմում քանի որ ծիածանը ցուցադրում է տեսանելի լույսի սպեկտրը բայց այս գույնը հենց լույսի բացակայությունն է միաբերան պիտի ասեք Սև գույնն է, այո, սև գույնն է, այն լույսի բացակայությունն է, ֆիզիկական տիեզերքում, եթե լսել եք, կա սև խորոչ ասված բանը, black hole, երկնային մարմին է, որ հսկայական ձգողականության ուժ ունի, իր մեջ կարող է կլանել ամեն բան, այդ թվում նաև լույսը, բայց ինքը մշտապես մնում է մութ և սև Սատանան այս ֆիզիկական երևույթի հոգևորի խորհուրդն է Աստծուց ստացավ ամբողջական լույսը եւ այն վերածեց խավարի բայց այն ժամանակ երբ որ ստեղծվել էր ինքը լուսո հրեշտակ էր բայց մեղ գործելուց հետո խավարի հրեշտակ դարձավ Թեև, ինչպես Աստծո խոսքն է ասում, Սատանան մի շարք պարագաներում որպես լուսավոր հրեշտակ կարող է հայտնվել եւ առաքյալը մեզ զգուշացնում է, որ քննենք եւ տեսնենք Սատանայի գործերը եւ ճանաչենք Ամեն Աստծո անունով խոսող չէ, որ Աստծուց է խոսում Շատ հաճախ բաներ կան, որ մարդիկ անում են եւ վերագրում են իբրև Աստված իրենց առաջնորդեց, Աստված տվեց այդ բանը, բայց այն Սուրբ գրքի ճշմարտությունների հետ զուգահեռաբար գնում է, սա պիտի քննենք։ Արևելյան մշակույթում սևը խորհրդանշում է մահ եւ սուգ։ Այն ինչպես է արտահայտվում, սքավորները ընդհանրապես սև գույն են, չէ հագնում, մշտապես սև է այդպես, որտև իրենց սիրելի մահն են սգում։ Այս հարցում աշխարհում առաջի տեղում որ ազգն է, հայերը, ասում եք վրացիները, ընդունենք, հայության մոտ էլ այդ բանը խիստ ընդունված է, որ անպայմանորեն սև հագուստ պիտի հագնվի եւ եթե մեկը ուրիշ գույնի հագուստ է հագնում, աչքի պոզով նայում են, այս ինչ բան է, չէ՞։ Շատեր կան, որ անգամ սև հագուստի մի քանի տարատեսակներ ունեն, որ տարբեր թաղումներին տարբեր հագնեն, հանկարծ չասեն նույն բանը հագան։ Ինչ է նշանակում կամ խորհրդանշում սև գույնը Աստվածաշնչում։ Գլխավորաբար բացասական իմաստով։ Թերևս այս քարոզախոսությունը որոշ գորշ երանգ պիտի ունենա, որովհետև գույնն է այդպիսին, բայց վերջում սպասենք լավ բաներ կան։ Ուրեմն ինչ է խորհրդանշում։ Բացասական իմաստ է, նեգատիվ է, մահ, սուգ, մեղք, դատաստան, սով, հիշեք, նաև Աստծո լույսի բացակայությունը, որ է խավար։ Լուրջ հարցեր կան, որ պիտի քննարկենք, բայց նաև
սևի մասին մի քիչ էլ խոսենք, տարբեր ֆիզիկական, բնական տարեր նկարագրելու համար գործածում է։ Օրինակ, երկերկոցում, որ Սողոմոնն է հեղինակը, Song of Songs, սիրելիի գովքը անելուց, այդ գիրքը երբ որ կարդում ենք, անպայմանորեն հենց սկզբից պիտի հասկանանք ում մասին է խոսքը, Քրիստոս և եկեղեցի խորհուրդն է, այլապես մեզ կթվա, որ Սուրբ գրքից դուրս սա մի գրություն է, բայց երբ որ այդ սկզբունքով ենք կարդում, մենք տեսնում ենք, թե Քրիստոս որքան սիրեց իր հարցը եղող եկեղեցին, որի համար իր անձը մատնեց, զոհեց խաչի վրա, որ իր թափված արյունով մաքրի և սրբի և իր առջև սուրբ և անարատ կանոնեցնի։ Ուրեմն երկերկոց 5-րդ գլուխ և 11 համարում Փեսան խոսում է հարցի մասին։ Նրա գլուխը զուտ ոսկի է, լավ գովասանք է, չէ՞։ Վարսերը, վարս ինչ է նշանակում։ Երկար մազերը ցրված են ու ագրավի պես են։ Վստահաբար ոչ թե հարցն է ագրավի պես, այլ մազերն են ագրավի պես։ Ագրավին մոտիկից տեսել եք, շատ սև է և փայլուն է ինքը։ Այլ կերպ ասած, սա ոչ թե բացական իմաստով, այլ կոմպլիմենտ է իր հարցի վերաբերյալ։ Իսկ եթե մեկին ագրավին նմանեցնեն, ժողովրդի մեջ ընդունված այդպիսի մեկը կա, չէ՞, Նարադուսուս կամ Ղարի դաման, որ Հայաստանի քաղաքական աղբանոցում է հայտնվել։ Հպացիկ անցնենք կենդանիներին, նշված են սև ձիեր, սև ոչխարներ, բայց ռևազի ոչխարները չեն սրանք, սև ագրավներ, նաև նշանավոր դեմքեր սև մաշկով, սևամորթ, այդպիսին էր Մովսեսի կինը, այդպես է թե չէ, թվոց 12-րդ գլուխ առաջի համար, եթովպիացի էր ինքը, Սեփորան, ամբողջ աֆրիկյան մայր ցամաքը ումից են սերված, քամի սերունդն է, և աֆրիկյան մայր ցամաքը կոչվում է սև աշխարհամաս, և քամը Նոյի որդին էր։ Նորից գանք երկերկոցին և կարդանք առաջի գլխից 5-6 համարները։ Այս անգամ արդեն հարցն է խոսում։ Ով Երուսաղեմի աղջիկներ, ես սև եմ, բայց գեղեցիկ։ Հիմա տեսնեք այդ սևությունը որտեղից է գալիս։ Կեդարի վրանների պես, Սողոմոնի վարագույրների պես, իմ սևացած լինելուն մի նայեք, վասնզի արևը զիս տեսավ, արևի տակ այնքան էր մնացել, որ սևացել էր, իմ մորս որդիները ինձ սրդողեցան, զիս այգիներու պահապան ըրին, բայց իմ այգիս պահպանություն չրեցին։ Հիմա հետևենք, որ քանի որ սևացել էր, դա էր պատճառը, չգիտենք պատճառը որն է։ Գործք առաքելոց 8-րդ գլխում եթովպիացի մի ներքինի մասին է խոսում։ Եվ ասեցինք, որ Եթովպիան գտնում է աֆրիկյան մայր ցամաքում, հյուսիս արևելքում է, եթե քարտեզը պատկերացնում եք, այս անձնավորությունը հավատացյալ էր։ Գնացել էր Երուսաղեմ պաշտամունքի համար և այնտեղից ետ էր դառնում, ճանապարհին Աստված Փիլիպոսին, որ Քրիստոսի աշակերտներից մեկն էր, հենց տարավ նրա մոտ։ Եվ այս անձնավորությունը եթովպիացին կանդակա թագուհու պաշտոնյաններից մեկն էր, այսինքն բարձր աշճան ուներ այդ թագարության մեջ և կարդում էր։ Փիլիպոսը հարցրեց ասելով. կարդացածդ հասկանում ես, ասամ ինչպես կարող եմ հասկանալ, եթե մեկը ինձ չբացատրի։ Եվ ինչ էր կարդում։ Եսայի 53-րդ գլուխը։ Նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ
եւ մեր անօրությունների համար ծեծվեցավ, մեր մեղքերը նրա վրա դրվեց եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Ուրեմն կարդում էր եւ չէր հասկանում, Փիլիպոսը նրան բացատրեց, որ սա Հիսուսի մասին է խոսքը եւ հավատաց, միտքը բացվեց, այսինքն ինչպես որ գրված է, սատանան այս աշխարհի աստվածը փոքրատարով մարդկանց մտքերը հոգևոր աշկերը կուրացրել է, որպեսզի Քրիստոսի ավետանի լույսը նրանց վրա չծագի։ Բայց այս մարդը փնտրում էր, ուզում էր ճշմարտությունը իմանալ, եւ ով որ փնտրի, ինչ կլինի նրա հետ, անպայմանորեն պիտի գտնի եւ Աստված նրան այցելում է, ինչպես այս անձնավորության այցելեց, հավատաց, ճշմարտապես Քրիստոս իր Տերը դարձավ, ասավ, ուզում եմ մկրտվեմ, որովհետև այդտեղ ջուր կար, եւ Փիլիպոս ասաց, եթե անկեղծությամբ ուզում ես, որևէ արգելք չկա մկրտվի։ Եվ այս եթովպիացի պաշտոնյան հեթանոսությունից քրիստոնեությանը դարձած առաջիններից մեկը եղավ։ Գործք առաքելոց 13-րդ գլուխ առաջի համար աշակերտներից Շմավոն, որի անունը կոչվում է նաև Նիվգեր։ Թարգմանաբար գրված է, նշանակում է սև, բայց եթե հունարեն թարգմանությունն է, հունարեն սև մավրոսն է։ Թարգմանությունը լատիներենից է։ Աստծո մոտ աչառություն չկա, կողմնապահություն չկա, մաշկի գույն, ազգություն, կարևոր չէ, Աստված միայն գնահատում է մարդու ունեցած հավատքը։ Մեկը կարող է այնքան սև լինել, որ ցերեկվա մեկից հետո չերևա, բայց հավատքով Տիրոջ առջև արդարանա։ Մեկն էլ ջունի նման կարող է ճերմակ լինել, բայց անհավատությունով մթացած ու սևացած լինի իր հոգին։ Նաև Սուրբ գրքի մեջ բնական երևույթներն է ներկայացված, օրինակ, երկինքը սևացավ ամպերով։ Առանձին վերցրեցինք այս ասվածը, որ բացատրության կարիք ունի, 3-րդ Թագավորաց 18-րդ գլխում է գրված եւ մասնավորաբար 45 համարում, եթե հիշում եք այդ պատմությունը, Եղիան մի կողմում եւ մյուս կողմում Բահաղի եւ Աստարոֆտի 400 մարգարեները Կարմեղոս լեռան վրա են ելել եւ այնտեղ պիտի պարզվեր, թե ում Աստվածն է ճշմարիտ։ Բահաղի եւ Աստարոֆտի մարգարեները աղաղակում էին Աստծուն, որ Աստված նշան տա, հայտնվի, եւ այդպես էլ չհայտնվեց։ Եղիան նրան ծաղրեց ասելով. միգուցե ձեր Աստվածը քնած է, կամ արձակուրդ է գնացել, ավելացրեք, հնարավոր է թղթախաղի է մասնակցում եւ այլն։ Բայց Եղիան ինչ արավ, փայտերը շարեց, վրան զոհը դրեց, որի այրումից որպես անուշահոտ պատարակ Տիրոջ առջև պիտի ելներ, եւ ասաց 4 կողմը փորեք ու ջուր լսրեք, եւ երբ որ Տիրոջ անունը կանչեց, երկնքից կրակ իջավ եւ այդ ամենը լափեց անգամ այդ ջուրը եւ հաստատվեց ով է ճշմարիտ Աստվածը։ Պատմությունը հին ուխտի մեջ է գրված, բայց այդ Աստվածը նույն Հիսուս Քրիստոս մեր Տերն է, որտեվ երբ որ Աստված երկինք ու երկիր ստեղծեց, Էլոհիմը հենց ինքը Հիսուս Քրիստոսն է, որ իր մեջ մամնավորում է Հորը եւ Սուրբ Հոգուն։ Եվ նաև այսպիսի մի արտահայտություն հայտնության 6-րդ գլխում ենք հանդիպում 12 համարում, արևը պիտի սևանա ինչպես մազերի քուրձը։ Տիեզերական իրադարձություն պիտի տեղի ունենա, եղբայրներ, քույրեր։ Մեծ նեղության շրջանին, երբ որ 6-րդ կնիքը քանդվի, այն ժամանակ սև ամպերը այնքան թանձր պիտի լինեն,
որ արևը սևությունից չպիտի երևա, կամ կարող ենք ասել, որպես ամբողջական սև պիտի երևա։ Հովել մարգարեն այս կապակցությամբ մի գրություն ունի, որ ցավոք սրտի massայաբար սխալ բացատրություն են տալիս, չհասկանալով դարաշրջանները, dispensations, շատ կարևոր է, եթե մեկը դարաշրջանական հավատք չունի այդ հավատալիքները, հին ուխտի գրությունները պիտի փորձի ներկա ժամանակներին հարմարեցնի, բայց մենք պիտի հասկանանք, որ տարբեր դարաշրջաններին Աստված տարբեր կերպերով գործեց, այն կերպով ինչ որ խղճի դարաշրջանում էր գործում, ներկայիս այդպես չէ, թեև Աստված նույնն է, հավիտյան նույնն է, բայց իր գործելակերպը ամեն դարաշրջանին տարբեր է։ Օրինակ, օրենքի դարաշրջանին Աստված մարդկանցից պահանջում էր ինչ, որպեսզի օրենքը կատարելապես պահեն։ Շնորհքի դարաշրջանին Աստված մարդուց ինչ է պահանջում։ Հավատք, միայն հավատք, որտեղ օրենքի գործերով մեկը չի կարող արդարանալ։ Կա մեկը երկիր մոլորակի վրա, որ Աստծո օրենքը կարողանա պահել։ Վերցնեք միայն տասնաբանյան, թեև դրանց քանակը մի քանի հարյուրի է հասնում, անգամ տասնաբանյան, եղել է մեկը, որ պահի, երբեք, շաբաթապահ համայնքի եղբայրները և քույրերը շատ մեծ ջանք են դնում, այդ ուրեմն կետերը պահելու համար, և Հիսուս ասաց, որ անկարելություն է օրենքով մեկը փրկվի, եթե օրենքով լիներ փրկությունը, Հիսուս այլևս չէր գալու, օրենք ինչի համար տրվեց, միայն մեկ բանի համար, որ մեղքը մեջտեղ հանի, որ մենք հասկանանք մեղավոր ենք, անգամ օրենքի շրջանում շատեր հասկացան և աղաղակեցին ասելով, ով Տեր, մենք չենք կարողանում այդ օրենքը պահել։ Ինչպես անցումային շրջանին մենք տեսանք այդ մաքսավորը, որ տաճարի մեջ անգամ երկինք չէր կարողանում իր աչքերը բարձրացնել և ասում էր, Տեր, ողորմի ինձ մեղավորիս։ Ովքեր, որ այդպես Տիրոջ առջև են գալիս, Աստված նրանց այցելում է։ Ուրեմն Հովել մարգարեն գրեց հետևյալը, որ նաև Պետրոս առաքյալը մեջ բերեց Գործք առաքելոցի մեջ։ Եկեք կարդանք Գործք առաքելոց 2-րդ գլուխ 17-ից 21 համարները։ Եվ պիտի լինի, որ վերջին օրերը, ասում է Տեր Աստված, իմ հոգիս ամեն մարմնի վրա պիտի թափեմ, ու ձեր տղաները և ձեր աղջիկները պիտի մարգարյանան, ու ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն, և ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, և իմ ծառաներուս և իմ աղախիններուս վրա այն օրերը իմ հոգիս պիտի թափեմ և պիտի մարգարյանան։ Ում է ուղղված այս խոսքերը։ Պետրոս առաքյալ Պենտեկոստեի օրը, երբ որ խոսում էր, այնտեղ ներկաներ ովքեր էին, բացառապես հրեաներ էին։ Եվ այս գրությունները, երբ որ ասում է վերջին ժամանակների մեջ, մենք չպիտի հասկանանք հափշտակությունից առաջ եղող ժամանակները, այլ Քրիստոսի երկրորդ գալստյան երկրորդ հանգրվանից առաջ եղող ժամանակներ և շարունակությունը, վերևում երկինքը հրաշքներ պիտի ցույց տամ, ու ներքևում երկրի վրա նշաններ, արյուն և կրակ, ծուխ, մարախուխ, արևը խավարի պիտի դառնա, ու լուսինը արյունի դեռ Տիրոջ մեծ ու երևելի օրը չեկած, այսինքն իր փառքով գալուստը։ Եվ պիտի ամեն ով որ Տիրոջ անունը կանչե, պիտի փրկվի։ Մասնակիորեն այն իրականացավ այդ ժամանակ, բայց սա պահված է մեծ նեղության շրջանի ամենավերջում և բացառապես Իսրայելի մնացորդի համար է, այն 1/3, որի մասին մենք կարդում ենք Աստծո խոսքի մեջ,
remnant, այսինքն մնացորդը, ովքեր որ ապաստանի քաղաքներում պիտի պահվտեն ների հալածանքներից, Պետրայում եւ ուրիշ քաղաքներում, եւ ինչպես Զաքարիա մարգարեն է գրում 12-րդ գլուխ եւ 10 համարի մեջ, ասում է նրանք իրենց խոցածին պիտի տեսնեն, երբ որ տեսնեն Հիսուս փառքով եւ զորքով գալիս է տեսանելիորեն երկրի վրա թագավորություն հաստատելու եւ բոլորը պիտի ապաշխարեն այն ժամանակ։ Երուսաղեմի մեջ մեծ ողբ պիտի լինի ապաշխարության։ Իրենք պիտի զղջան, որ իրենց հայրերը խաչեցին Քրիստոսին եւ ահա իրենք ընդունում են որպես Տեր եւ Փրկիչ։ Լավ, այս գրվածը Մարգարյանան, տեսիլքներ տեսնեն, երազներ տեսնեն, արդյոք ներկա ժամանակներում այդ բաները տեղի չեն ունենում։ Պիտի ասենք, որ պետք է շատ զգուշավորությամբ այս ամենին վերաբերվենք, որովհետև սատանան էլ կարողություն ունի տեսիլքներ ցույց տալու, մարդկանց մտքի մեջ պատկերացումներ եւ երազներ բերելու, սուտ մարգարեություններ անելու։ Սա վերաբերում է այդ 1/3-ին, ովքեր որ չպիտի իմանան, այդ ժամանակ իրենց համար անորոշություն պիտի լինի, Աստված այդ կերպերով նրանց հետ պիտի խոսի։ Ներկայիս էլ այլակրոն երկրներում, որտեղ չկան քրիստոնեական եկեղեցիներ, մարդիկ սուրբ գիրք չունեն, մեկը չկա, որ իրենց խոսի, բացատրի, բայց Աստված այդ սրտերը քննում է եւ իրենց են պատկանում այդ մարդիկ այցելում են նույն կերպերով։ Ինչպես Պարսկաստանում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Պակիստանում, շատ ու շատ տեղերում, աֆրիկյան երկրներում, որտեղ որ Քրիստոսի խոսքը չկա, բայց կան մարդիկ, որ Տիրոջն են պատկանում, նրանց սրտի մեջ ընդունելություն կա, Աստված նրանց այցելում է։ Սև գույնը կամ բառը Սուրբ գրքում գործածված է 18 անգամ, երկոց եւ Երեմիայի մեջ 3 անգամ, Ղևտացիների Զաքարիայի հայտնության մեջ 2 անգամ, ամեն մեկում, եւ ուրիշ մարգարեությունների մեջ էլ նույնպես կան, բոլորը մեկտեղ 18 անգամ։ Միքիա մարգարեն, Մայկա անգլերենով, շատ քաջ մի անձնավորություն էր։ Շատ ուրիշ մարգարեներ կային, ովքեր նաեւ սուտ մարգարեություն էին անում, հանուն այն բանի, որպիսի թագավորին ու ժողովրդին հաճեցնեն։ Միայն լավ խոսքեր էին բերում մարդկանց։ Բայց Միքիա մարգարեն այն ինչ որ Տիրոջից ստանում էր, միայն դա էր ասում։ Շրջապատված են 4 կողմից թշնամիներով եւ Միքիա մարգարեն գնաց ու ասաց. պատերազմ պիտի լինի, թշնամիները պիտի հարձակվեն մեր վրա։ Թագավոր ասաց. տեսնում եք այս մարգարեն, մշտապես մեզ հակառակ է խոսում։ Ինչ արեցին, վերցրեցին եւ բանտարկեցին ճշմարտությունը խոսելու համար, բայց նա նաեւ բերում էր, որ եթե չհավատաք, Աստված պատիժ եւ դատաստան պիտի բերի ձեր վրա։ Եկեք կարդանք Միքիայի մարգարեություն 3-րդ գլուխ 6-7 համարներն են։ Անոր համար ձեզի գիշեր պիտի լա, որպիսի տեսիլք չտեսնեք, այսինքն միշտ խավարի մեջ պիտի լինեք, չեք տեսնելու։ Ձեզ խավար պիտի լա, որպիսի գեշություն չանեք, այսինքն ձեր խոսքերով մարդկանց վատություն եք անում։ Մարգարեների վրա արևը պիտի մտնե, երբեք լույս չպիտի տեսնեք։ Անոնց վրա օրը պիտի խավարի, տեսնողները պիտի ամաչեն, գուշակողները ամոթով պիտի մնան։ Ասեցինք, որ սև գույնի դրսևորումներից մեկն էլ խավարն է, հոգևոր խավարը, ամենակործանարարն է, բոլոր անհավատներին դա է սպասում։ Հուդայի գրությունից պիտի կարդանք, 1 գլուխ է 12-13 համարները։ Սրանք ձեր սիրո խնջուկների մեջ արատներ են,
Երբ ձեզ հետ կերուխմի կնստեն, ան երկյուղ իրենց անձը կկերակրեն, հետո գեղարվեստական, բանաստեղծական ոճով է գրված, բնության պատկերներով ներկայացված է նրանց վիճակը, անջուր ամպեր են հովերից քշված, ամպերի գլխավոր նշանակությունը որն է, որ իրենց մեջ ջուր լինի, անձրև կա, երկիրը բարեբեր դառնա, եթե հենց այնպես գալիս և անցնում են, իրենց նշանակությունը չեն հաստատում, երկու անգամ մեռած, արմատից խլված, ծովի կատաղած ալիքներ, որոնք իրենց անձերի ամոթը կփրփրեցնեն, մոլորված աստղեր, որոնց համար խավարի մեկը պահված է հավիտյան։ Ուրեմն սև գույնի նշանակություններից մեկը և կարևոր նշանակություն Աստծո խոսքի մեջ ներկայացված է որպես խավարը։ Կարծես թե հենց այս գրածի վրա Պետրոս առաքյալը հավելյալ բաներ է մեզ ասում, այդպիսիները ջուր չունեցող աղբյուրներ են։ Աղբյուրը ինչի համար է, որպեսզի նրանից ջուրը ստանաս, եթե աղբյուրը ջուր չի տալիս, չեղածի նման է, տեղ է գրավում, ավելի լավ է չլինի։ Փոթորիկից քշված մեգեր, որոնց համար թանձր խավարը, որտեղ է այս թանձր խավարը, դժոխքի մեջ է, պահված է հավիտյան։ Ոչ թե որ Աստված մարդուն այդպես է ստեղծել, դժոխք գնալու համար քավլիցի, եթե այդպիսի գաղափար լսեք, սա հերձվածողություն է, որ Աստված ոմանց փրկության համար ստեղծեց, ոմանց էլ ստեղծեց դժոխք գնալու համար, նման բան չկա։ Այդ կերպով Աստված սիրո Աստված չի լինի, ճիշտ է ինքը արդար է, բայց Աստված մարդուն ստեղծեց, նրա մեջ ազատ կամք դնելով, բայց մարդը ինքն է մերժում այդ բանը, ապացույց եք ուզում, բազմաթիվ տեղերում կա գրված, դրանցից միայն մեկը քննենք, Հովհաննես ավետարան 3 գլուխ 19 համարից։ Այս է դատապարտությունը, որ լույսը աշխարհ եկավ, որ լույսը Էդիսոնի ստեղծած լույսը աշխարհ եկավ, Քրիստոս ինքը աշխարհ եկավ, ասավ ես եմ աշխարհի լույսը, ու մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին։ Խավարը ով է? Սատանան է։ Հիմա պիտի ասեք, արդյոք մարդկանց հարցնես, ասես, դուք սատանային սիրում եք, պիտի ասեն ինչ չեք ասում, բայց ինքնըստինքյան, եթե լույսը մերժում ես, ինքնըստինքյան խավարի ազդեցության տակ ես, որովհետև իրենց գործերը չար էին։ Վասնզի ամեն ով որ չարը կգործե, նա լույսը կատե և լույսի մոտ չի գար, որպեսզի իր գործերը չհանդիմանվին։ Մեկը եթե Քրիստոսի լույսի մեջ է գալիս, Աստված հոգիով նրա մեղքերն է ցույց տալիս, և այդ անձնավորությունը ուղղակի խոնարհում է, ուղղակի կոտրված սրտով գալիս է Տիրոջը և ասում է, ով Տեր ինձ ների, և Աստված հավատարիմ է, ովքեր որ իրենց մեղքերը խոստովանեն, նրանց թողություն և քավություն պիտի տա։ Բայց նա որ ճշմարտություն կգործադրե, լույսի մոտ կգա, Քրիստոսի մոտ, որպեսզի հայտնի լինեն, թե իր գործերը Աստծով գործվեցին։ Այստեղ ինչ կարդացինք, լույսի, այսինքն Հիսուսի մոտ չեն գալիս, կարող են գալ, այո, եթե Հիսուսին գալը անկարելիություն լիներ, այս խոսքը չպիտի ասվեր, դե անկարելի է, մարդը չի կարող գալ, բայց եթե ասում է չեն գալիս, նշանակում է իրենց անձնական որոշումն է, և դա հիմնված է իրենց մեջ եղող ազատ կամքի վրա։ Աստված բարի է, Աստված շատ բարի է, դժոխքը մարդու համար չի ստեղծել, այլ ում համար? Սատանայի և նրա հրեշտակների համար է դժոխքը ստեղծված, բայց Աստված արդար է, որ ինչ պիտի անի, եթե մարդը մինչև իր կյանքի վերջ մերժում է։
Մի այսպիսի համար կա, հիմա կարդանք ապացույցը նաև մեր ասածների, երբ որ Հիսուս երկրի վրա գա, երկրորդ Գալստյան երկրորդ հանգրվան հայտնություն, այն ժամանակ Հովսապատի հովտում ազգերին պիտի դատի։ Եվ հետևյալն են կարդում Մատթեոս 25-րդ գլուխ 41 համարում։ Այն ատեն ձախ կողմը եղողներուն պիտի սե, մեկդի կացեք ինձ մե անիցյալներ, էսի ազգերին է վերաբերում, աջակողմյան և ձախակողմյան։ Հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար։ Սատանան մեղ գործելով ի սկզբանե արդեն ինքը ենթակա էր այդ բանի և Եսայի մարգարեն մեզ այս ճշմարտությունը բացում է Եսայի 14-րդ գլուխ 9 համարից։ Դժոխքը հետ սատանային է ուղղված խոսքը, ցածից քեզ համար դղրդաց, որպեսզի քու գալուստը դիմավոր է։ Քեզ համար արթնացրուց մեռելները, երկրի բոլոր իշխանները և բոլոր ազգերի թագավորները իրենց աթոռներից վերցրեց, ովքեր որ եկան, թագավորությունը լարեցին, բայց առանց հավատքի գնացին։ Անոնք պիտի պատասխանեն ու ասեն քեզի. Միթե դու էլ մեզպես տկարացար, լավ դու ինչ էիր անում, մեզ նման նեցար, քո փառքդ և տավիղներու ձայնը գերեզման իջան, քու տակը ձեռուներ տարածվեցան ու որդերը քեզ կծածկեն, ով առավոտյան ծագող արուսյակ, ինչպես երկնքից ընկար ու միջև գետինը կործանեցար, դու որ ազգերին նկուն կնեիր, դու սրտիդ մեջ ասած էիր, երկինք պիտի ելեմ և իմ աթոռս Աստծո աստղերից վեր պիտի բարձրացնեմ, և ժողովի լեռը, որ Զաֆոնն է համարվում, հյուսիսի քովերը պիտի բնակիմ, ամպերի բարձրությունների վրա պիտի ելեմ, բարձյալին պիտի նմանվեմ, ստեղծվածը ուզեց ստեղծիչին նմանվել, բայց ահա դժոխքը կիջնես Շեոլի մեջ, գուբին խորունկ տեղերը։ Ուրեմն Աստված այդ տեղը միայն սատանայի և իր հրեշտակների համար նախասահմանեց, բայց քանի որ Աստծո արդարությունը թույլ չի տալիս, որ մարդը ամբողջ իր կյանքի ընթացքում Քրիստոսին մերժեց, դրանից հետո դրախտ գնա, արդար չի լինի, չէ՞։ Դա նշանակում է Քրիստոսի արյունը ոտնակոխ անել, հետևաբար սատանան իր հետևից նաև տանում է այդ մարդկանց, ովքեր անհավատությամբ այնտեղ են գնում։ Աստված չի ուզում որևէ մեկի կորուստը, շատ համբերատար է, երկայնամիտ է, չի ուզում, որ մեկը կորսվի, այլ որ բոլորը ապաշխարեն։ Աստված չի ուզում, որ աքսորի գնացած մեկը աքսորի մեջ մնա, այլ որ ետ դառնա։ Այսպիսի մի հրաշալի համար կա Երեմիայի մարգարության մեջ, Երեմիա 13-17։ Աստված ասում է, եթե չլսեք, ինչ, փրկությունը ստանալու առաջարկը, եթե չլսեք, ձեր հպարտության համար իմ հոգիս ծածուկ տեղերում պիտի լացի։ Աստված է խոսում։ Եվ իմ աչքս դառնորեն պիտի լացի և արցունք պիտի թափի։ Ամեն մեկ չփրկվողի համար Աստված ցավ է քաշում, որովհետև մարդ արարածը Աստծո պատկերը և նմանությունն է կրում։ Եռյակ բնություն ունի, հոգի, անձ և մարմին։ Մերժելով ուրեմն մարդը ինքը իրեն արժանացնում է կամ մատնում է այդ դատաստանին։ Արդյունքը դժոխքն է և դա էլ դեռ վերջնական տեղը չէ, վերջնական տեղը ծծումբով այրված կրակի լիճն է։ Որքան էլ որ այս ամեն բաները սարսափելի են և փաստ են, միևնույնն է, մենք պարտավոր ենք սթափեցնելու համար նաև այս մասին խոսել։
Աստվածաշունչը հստակորեն դատապարտում է սատանայական այնպիսի գործունեություններ, ինչպիսիք են կախարդությունը, witchcraft։ Սրա մեջ են մտնում հմայություն, վհուկություն, sorcerer, անգլերենով այս բառը կա, տարբեր տեսակի գուշակություններ, այդ թվում նաև աստղագուշակներ, եւ հայության մեջ կան, չէ, տիկին այսը կամ տիկին այնը, աստղագուշակներ են, անգամ հաջորդ օրվա կատարվող բաները չեն կարողանում ասեն։ Fortune teller, psychic-ներ, մեռածների հետ հաղորդվողներ, medium-ներ են սրանք։ Այսինքն հոգեղեն աշխարհի մեջ են մտած, սատանան նրանց գործածում է։ Մեկի ասենք հայրն է մահացել եւ այս medium-ը իբրև թե հոր հետ խոսում է եւ սատանան ինֆորմացիա է տալիս, տեղեկատվություն եւ զավակը եւ հայրը իրար հետ ուրեմն հարաբերության մեջ են մտնում։ Սա ամբողջությամբ սատանայից է։ Ամբողջությամբ սատանայից է։ Սուրճի բաժակը, որ շրջում ես, եւ հետո այդ սև մրուրի մեջ բաներ ես գտնում, որ ասես, գտնում ես 3 թիվը եւ հարևանիդ խափում ես ասելով, որ այս 3 թվով սա նշանակում է աղջիկդ կամ 3 ամսից կամ 3 տարուց պիտի ամուսնանա։ Դե 3 ամիսը որ անցավ, սպասի մինչև 3 տարին։ Դե մինչև այդ մի բան կլինի։ Եթե չամուսնացավ, կասես ես դες բան չեմ ասել, 3 տարի առաջ խոսված մի բան։ Իմացիր, այն ինչ որ հիմա պիտի կարդանք, քեզ էլ է վերաբերում։ Դու էլ սատանայի իշխանության տակ ես։ Կարդանք երկրորդ օրինաց 18-րդ գլուխ 10-ից 12 համարները։ Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մարդը, որ իր տղուն կամ աղջկան կրակից անցկացնի, հեթանոսական ժամանակներում սա համատարած հեթանոսների մեջ տեղ ունեցող մի իրադարձություններ, որ կատարում են, օրինակ մողոք կոչված կուրքը, մետաղյա հսկա պատրաստված, տանում էին իրենց նորածին երեխաներին, դնում էին այդ շիկացած կուրքի ձեռքերի վրա, վարկյանական երեխան մահանում է, իբրև թե զոհ են անում։ Զգուշացեք, ձեր մեջ թող մեկը չգտնվի բախտ նայող կամ գուշակություն կամ հմայություն կամ դյութություն ընող, նաև կախարդ եւ վհուկ եւ նշանագետ կամ մեռելահմա թող չգտնի։ Վասնզի ով որ այս բաները կնե, Տիրոջ առջև գարշելի պիտի լինի, եւ այս գարշելի բաների համար քու Տեր Աստվածդ քու առջևից դրանց պիտի հալածե, այսինքն դատաստան պիտի գա եւ նաեւ Ղևտացիների 20-րդ գլխում եւ 27 համարում այնքան խիստ էր Աստծո կողմից սա դրված, ուրեմն Ղևտացիների 20-րդ գլուխ 27 համար վհուկ կամ հմայող եղողը թե այր լինի, թե կին անշուշտ պետք է մերցվի, քարերով թող քարկոծեն զանոնք։ Նրանց արյունը իրենց վրա լինի, այսինքն այդ քարկոծողները անգամ չպիտի պատժվեն, որովհետև Աստված է այդ հրամանը տվել։ Սրանք սիրելիներ, պատահական բաներ չեն, որ ասենք մարդիկ կան դրանով զբաղվում են, այդպիսի բաներ անողները ամբողջությամբ սատանայի ազդեցության տակ են։ Եվ սա կոչվում է սև մագիա, չորնայա մագիա կամ black magic։ Եթե նշվածներից որևէ մի բան դու անում ես կամ մի քանիսն ես անում, ետկեցիր, ապաշխարի քո չար գործերից եւ Տիրոջ առջև խոստովանություն արա ու դադարի այդ չար գործերը անելուց։ Քարոզախոսության սկզբում նշեցինք, որ նաև սև գույնը սովի խորհրդանիշն է, starvation։ Ինչպես է դա արտահայտվում։ Սով։ Հիմա մենք լսում ենք, որ աֆրիկյան մայրցամաքներում երկրներ կան, որտեղ մարդիկ հազիվ են օրվա հացը վաստակում կամ
կան օրեր, որ ընդհանրապես չեն ուտում, անօթություն կա եւ անօթությունից մահացություններ կան, խոսքը բոլորովին էլ դրանց մասին չէ։ Ահա թե ինչի մասին է խոսքը։ Եվ սա ապագայում տեղի ունեցող իրադարձություն է, կարդում ենք Հայտնություն 6-րդ գլուխ 5-6 համարները։ Աստծո խոսքի մեջ կան, թե մեծ նեղության շրջանին ինչեր պիտի տեղի ունենան, սկավառակներ պիտի ընկնեն, փողեր պիտի հնչեն, նաև կնիկներ պիտի բացվեն, եւ կարդում ենք 5 համարից։ Երբ երրորդ կնիկը քանդվեց, երրորդ կենդանից լսեցի, որ ասում էր. եկուր եւ տեսա սև ձիմը, նրա վրա հեծնողը ձեռքը կշիռը ուներ։ 4 կենդանիների միջից ձայնը լսեցի, որ կսեր. կապիրճը ցորենը 1 դահեկանի եւ 3 կապիրճ գարին 1 դահեկանի ձեթին եւ գինին մի վնասեր։ Կապիրճը գարին մարդու 1 օրվա հացի պահանջն է։ Իսկ 1 դահեկան այստեղ ներկայացված է որպես 1 օրվա աշխատավարձ։ Այսինքն պիտի գան ժամանակներ, որ մարդը ամբողջ 1 օր չարչարանքով աշխատի, միայն կարող է հաց ուտել։ Եվ այն ժամանակ, որքաններ անօթությունից պիտի մահանան։ Բայց այն տեղի պիտի ունենա, գառնուկը Տեր Հիսուս Քրիստոս երրորդ կնիկը պիտի բացի, third seal, եւ երկրի վրա այսպիսի արհավիրքներ պիտի գան։ Ուրեմն մեծ նեղության երկրորդ 3.5 տարում պիտի տեղի ունենան այս իրադարձությունները։ Նախքան եկեղեցու հափշտակությունը, որքան էլ որ լսեք, այսին երկրում, Հայիթիում կամ Աֆրիկյան այսին երկրում, անօթություն կա, ցորեն չկա, մարդիկ հաց չունեն ուտելու, այս գրվածները ներկա ժամանակներին չի վերաբերում, որտև այն ինչ նկարագրված էր Հայտնության գրքի մեջ, պիտի լինի համաշխարհային, ամբողջ աշխարհը, նաև այս խոսքը պիտի տարածվի այս երկրի վրա, որտեղ ամեն բան առատությամբ է։ Կարող եք երևակայել, այս երկիրը, որ որը բանի պակասություն չունի, օրեր պիտի գա, որ հացի կարոտ պիտի լինեն մարդիկ։ Եվ դա գրված է, մինչև այսօր ինչ որ գրվածները կատարվել է եւ 100%-ով պիտի կատարվի։ Ուրեմն իմանանք, որ երկրի վրա ինչ արհավիրքներ պիտի գան։ Ասեցինք այսօրվա մեր նյութը իր բնույթով գորշ է, մռայլ է, խավար է, բացական է, գույնին համապատասխան է։ Անշուշտ այդպես չենք ավարտի, թունելի վերջում լույս կա, բայց մեր իմացած թունելի վերջում աստվածային, պայծառ եւ շլացնող լույս կա, այնպիսի լույս, որ մեզ հույս է տվել եւ այդ հույսը մեզ երբեք ամոթով չի թողնելու։ Աշխարհը խավարի մեջ, թեև շատ լուսավորված, հոգևոր խավար է, կորստական եւ կործանարար ընթացքով գնում է, բայց ահա տեսեք, թե մեր Տերը մեզ համար ինչ է արել։ Այն ինչ որ կարդում ենք, մենք արժանի չենք դրան, բայց Աստված ինչպես մեզ արժանացրեց իրեն այո ասելու, հավատալու, հնազանդվելու, իր առջև խոնարհելու արդյունքում սա եղավ։ Պետրոս առաքյալ ասում է, որ մենք եւ բոլոր ճշմարիտ վերստին ծնված հավատացյալները այս կարգավիճակը ունեն։ Պետրոս առաքյալ առաջի նամակ 2-րդ գլուխ 9-10 համարներ։ Բայց դուք ընտիր ցեղեք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք Աստծո առաքինությունները, որ մեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց, որ մի ժամանակ ժողովուրդ չէինք, բայց հիմա Աստծո ժողովուրդն ենք, որ առանց ողորմության ենք, բայց հիմա ողորմություն գտանք, եւ այդ ողորմությունը
արտահայտվում է հետևյալում, որ Աստված ներեց մեր մեղքերը, մեզ դարձրեց Աստծո որդիներ եւ դարձանք հավիտենականության ժառանգորդներ։ Եվ այդ լույսը անձնավորություն է, որ այս խավար աշխարհի մեջ լուսավորում է, բայց ցավոք սրտի շատերը հակված են ավելի շատ խավարին, քան թե լույսին։ Աստված լույս է, համակ լույս է, եւ Հիսուս Քրիստոսի անձի մեջ հայտնվեց եւ Հիսուս հռչակեց. Ես եմ աշխարհի լույսը, ով որ ինձ գա այս խավար աշխարհի մեջ երբեք խավարով չի գնա, այլ լույսո ճանապարհով, որ Աստված երկրից միջև երկինք կապեց, այդ լույսո ճանապարհը։ Միանշանակ, երբ որ մեկը նոր հավատքի է գալիս, ինչ խորհուրդ ենք տալիս։ Աստծո խոսքը երբ որ բացում ես, պիտի բանաս Հովանու ավետարան, առաջի գլուխ եւ առաջի համարից պիտի գարթաս, որտեվ այնտեղ ներկայացված է այդ լույսը, այդ կյանքը եւ Աստվածճանաչողությունը մենք այդտեղ ենք տեսնում։ Բացահայտվում է այդ լույսը, այդ կյանքը, եկեք կարդանք Հովանու ավետարան, առաջի գլուխ, առաջի 14 համարներն ենք պիտի կարդանք։ Սկզբից էր բանը, լողոս հունարենով, որ ոչ թե հասարակ խոսք է, այլ ներկայացնում է Աստծո իմացականությունը, Աստծո բանականությունը, Աստծո էությունը։ Սկզբից էր բանը, քանի դեռ երկրի հիմերը դրված չէր, եւ բանը Աստծո մոտ էր, եւ բանը Աստված էր, միակ Աստվածը, որ երրորդություն է, եւ հենց այս համարով Եհովայի վկաները ոչնչանում են իրենց հոգևոր ամեն ինչով, այս մեկ համարը, որ իրենք խարդախել են եւ փոխարեն գրվի, որ բանը Աստված էր, ասում են բանը Աստված մներ եւ ստեղծից Աստծուց հետո էր, Աստվածային հատկություններով մարդ էր, Հիսուս Քրիստոս մարդացած Աստված է, որ երկնքից իր փառքը թողեց եւ եկավ փրկության համար։ Նա սկզբից Աստծո մոտ էր, ամեն բան նրանով եղավ եւ առանց նրա բանը չեղավ, ինչ որ եղավ, ինչ որ տեսնում ենք Հիսուսի ձեռքերի գործն է։ Կյանքը նրանով էր եւ կյանքը մարդկանց լույսն էր եւ լույսը խավարի մեջ կլուսավորեր, բայց խավարը նրան չճանաչեց։ Բայց Աստված մի անձնավորության ղրկեց, որ այդ լույսի մասին վկայի։ Ով էր? Հովանես Մկրտիչն էր։ Աստծուց խրկված մի մարդ կար, որի անունը Հովանես էր։ Նա վկայության համար եկավ, որ լույսի համար վկայի։ Եվ այսօր ինչ որ կարդանք լույս, միայն մեծատառով։ Որպեսզի ամենքը նրա միջոցով հավատան, ինքը չէր այն լույսը, հապա եկավ, որ լույսի համար վկայե։ Ճշմարիտ լույսը նա է, որ աշխարհ եկող բոլոր մարդկանց կլուսավորե։ Ինքը աշխարհի մեջ էր, աշխարհը նրանով եղավ, Հիսուսով, բայց աշխարհը նրան չճանաչեց, իրեններին եկավ, այսինքն մարմնի կողմանից, բայց իրենները իրեն չընդունեցին, քահանայական կարգը, իշխանական կարգը, հասարակ մարդիկ էին, որ ընդունեցին։ Բայց ով որ նրան ընդունեց, նրանց իշխանություն տվեց Աստծո որդի լինելու, որոնք կհավատան իր անվանը, պարզ հավատքով, որոնք ոչ արյունի, ոչ էլ մարդու կամքի, ոչ էլ մարմնի կամքի, այլ Աստծմե ծնեցին։ Այսինքն մեկի միջոցով չէ, մեկի ուզելով չէ, որ այդ ծնունդը եղավ, այլ հավատալով Աստված նրանց մեջ հոգևոր ծնունդ տվեց։ Բանը Քրիստոսը հավատքով մարմին եղավ եւ մեր մեջ բնակվեց եւ անոր փառքը տեսանք հոր մե միածինի փառքի պես շնորհքով եւ ճշմարտությունով լեցուն։ Հավասիկ
այս համարների մեջ Քրիստոսի լույս լինելը, կյանք լինելը ներկայացված է որպես ստեղծիչ եւ փրկիչ Աստված։ Եղբայրներ, քույրեր, մենք խավարի, մթության եւ մահվան մեջ չենք, որոնց սիմվոլը կամ խորհրդանիշը որ գույնն է, սև գույնն է, այլ լույսի եւ հավիտենական կյանքի Տեր Հիսուսի մեջ ինք ասաց. ես ձեր մեջ եւ դուք էլ իմ մեջ։ Հետևաբար մեզ ինչ պատգամ է տրված, լույսով որդիներ եղանք, չէ՞։ Այդպես քայլեք, այդպես ապրեցեք, որպես լույսով որդիներ, որ մենք մեր կյանքով ապացուցենք, որ մենք մեր եկնավոր հոր զավակներն ենք։ Մեր ընթացքով, մեր խոսքով, մեր գործով, մեր վարմունքով, մեր շրջապատի մեջ լինենք այդ լույսը, լույսի տարածողը եւ փոխանցողը։ Եվ Աստված այդ ամեն բաների մեջ թող մեզ տա իմաստությունը եւ զորությունը քաջությամբ վկայելու Տեր Հիսուսի անունը եւ հռչակելու նրա առաքինությունները, որ մեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։ Օրհնյալ է մեր Տերը Հավիտյանը Սավիտենից։ Տերը թողորտնի իր խոսքը եւ ձեզ բոլորիդ ամեն մեկիդ անհատապես եւ մեր հերոստատիտողներին նույնպես Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի։ Ամեն։
Be